Ամեն ժողովուրդ ունի իր ակրոպոլիսը, իր էրմիտաժը, Լուվրը, բուրգերի հովիտը, իր սրբագործված արժեքները։ Հայ ժողովրդի մշակութային գանձարանը Մատենադարանն է։ L'alphabet arménien a été créé en 405 par Mesrop Mashtots et depuis ce temps, nos lettres n'ont pas changé. Aujourd'hui encore, nous servons de son alphabet. Les plus anciens manuscrits datent également du Մեր դարում, երբ գնալով ավելի է մեծանում ինֆորմացիայի հեղեղը, թերթեր, ամսագրեր, ռադիո, հեռուստացույց, թվում է, թե մի օրվա ընթացքում կարող ես լինել աշխարհի բոլոր ծայրերում, տեսնել նշանավոր հուշարձաններ, թանգարաններ, արվեստի կոթողներ։ Դա իհարկե հրաշալի է, բայց չի պատահել, որ ձեզ թվա, թե դուք ամեն բան էլ տեսել եք ու գիտեք։ Ինչ էլ հարցնեն, գիտենք, լսել ենք, տեսել։ Ահա խնդրեմ, Մատենադարանն էլ գիտենք։ Լինել Երևանում և Մատենադարանը չտեսնել, ինչպես կարելի է։ Մինչդեռ Մատենադարանը մի վիթխարի սառցալեր է, որի միայն չնչին մասն ենք տեսնում։ Մնացածը խորքում է մատչելի շատ քչերին։ Մատենադարանն ընկալելու դժվարությունը գրքի էության մեջ է։ Գիրքը պատկեր չէ, ոչ էլ քանդակ, որ դիտես թանգարանային սրահներում։ Գիրքը պետք է առնես ձեռքդ, թերթես, կարդաս։ Բայց Մատենադարանի ձեռագրերը նույնիսկ մասնագետներին հազվադեպ են տրվում։ Մատենադարանն ըմբռներում յուրիշ պատնեշ էլ կա, լեզուն։ Ձեռագրերի մեծագույն մասը գրված է հին հայերենով, գրափարով, որ քչերը գիտեն։ Ահա պատճառներից երկուսը, միայն երկուսը, որ բացատրում են, թե ինչու Մատենադարանի գանձերը մինչև օրս էլ շատ շատերին մնում են անմատչելի։ Ինչպես թափանցել ձեռագրերի այս խորհրդավոր աշխարհը։ Ինչպես հաղորդվել այն արժեքավորին, որ արտացոլում է մեր պատմությունն ու ազգային մշակույթը։ Հայ պատմիչների երկերը մեկը մյուսին շարունակելով և անընդմեջ մի շղթա կազմելով ընդգրկում են մի քանի հազարամյակների պատմություն։ Այս ձեռագրերում ամփոփված են հազվագյուտ, անգնահատելի տեղեկություններ շատ ու շատ ժողովուրդների ու տերությունների մասին։ Նաև վաղուց ի վեր աշխարհի երեսից վերացած տերությունների՝ Ասորեստան, Բաբելոն, Հին Հունաստան, Հռոմ։
Մատենադարանում պահվում են անտիկ իմաստախոսության բազում գրվածքներ։ Արիստոտելի, Պլատոնի, Պորֆյուրի և անտիկ աշխարհի ուրիշ հեղինակների հայերեն թարգմանություններում մասնագետները ամենից ավելի գնահատում են հնությունը, ճշգրտությունը և լիակատար լինելը։ Ահա Արիստոտելի կատեգորիաներ գրքի գրափար թարգմանությունը, 6-րդ դար։ Իսկ սա Էվկլիդեսի երկրաչափությունն է, որ հայերեն թարգմանվել է ավելի վաղ, քան լատիներեն, ընդ որում թարգմանվել է ոչ թե արաբերենից, այլ ուղղակի հունարենից։ Իմ ձեռքին է Փիլոն Ալեքսանդրացու աշխատությունը, ներթվագրության առաջին դար։ Հունարեն բնագիրը կորսվել է, աշխարհում միայն այս թարգմանությունն է մնացել։ Այս օրինակ նմուշները մի ամբողջ գրադարան են կազմում։ Մեր թվագրության առաջին դարերում ստեղծված բազմաթիվ փիլիսոփայական երգեր հասել են մեզ հայերեն թարգմանությունների շնորհիվ միայն։ Իսկ Հովան Ոսկեբերյանը, նրա աշխատությունների նշանակալից մասը աշխարհին հայտնի է միայն հայերեն թարգմանություններով։ 43 աշխատություն։ Եզակի արժեքներ են դրանք, ըստ էության սկզբնաղբյուրներ։ Ահա օրինակ Եվսեբիոս Կեսարացու 3-4 դարերի նշանավոր պատմիչի ժամանակագրությունը։ Բացառիկ կարևորության գիրք է, մեծաթիվ տվյալների, իրողությունների մի վիթխարի շտեմարան։ Թարգմանվել է Հայոց Այբուբենի ստեղծման առաջին իսկ տարիներին։ Հայոց Այբուբենը Մեսրոպ Մաշտոցն ստեղծել է 405 թվականին։ 36 տար, որ բախտորոշ եղան մեր ժողովրդի ճակատագրի համար։ Հայ գրչության այդ ամենավաղ ժամանակներից մեզ հասել են միայն հատուկենտ էջեր, տարբեր ձեռագրերի մասունքներ։ Ահա նայեք։ Սանասարյան ավետարան, 10-րդ դար, ավելի ստույգ 986 թվական։ Տեսնում եք տարրերի հետքերը։ Լուսանցքում ավելի լավ են երևում։ 5-րդ դարում են գրվել։ Այս էջերին նույնպես տարրերի հետքեր կան։ Մագաղաթը շատ թանկ էր գնահատվում և հաճախ հնացած անընթեռների դարձած ձեռագրերը լվանում, քերում էին և մագաղաթը օգտագործում նոր բնագրերի համար։ Իսկ հիմա մենք հազվադեպ բախտավոր մի առիթ ունենք մեր ձեռքն առնելու Մատենադարանի հռչակավոր ձեռագրերից մեկը։ Էջմիածնի ավետարանը։ Էջմիածնի ավետարանը։ Գիտակ մարդիկ այս մատյանը դասում են համաշխարհային մշակույթի ամենանշանավոր արժեքների շարքը։ Կուզենայինք ավելացնել նաև ամենից առեղծվածային։ Առեղծվածն սկսվում է ձեռագրի փղոսկրյակազմից։ Մատյանը գրվել է 10-րդ դարում, իսկ կազմը մասնագետների համոզմամբ ստեղծվել է դրանից 300-400 տարի առաջ։ Հավանաբար սա ուրիշ մի ձեռագրի կազմ է եղել, բայց այդ ձեռագիրն ուր է։
Այս պատկերներում դեռևս զգացվում է անտիկ աշխարհի շունչը։ Հին հռոմեական բարձրաքանդակներ լինեն, ասես։ Այսպիսի գեղազարդերով է սկսվում ձեռագիրը։ Այս կամարները խորաններ են կոչվում։ Մատյանի հանդիսավոր նախերգանքն է սա, կամարակապ շքամուտքը։ Այս մանրանկարներում արդեն արկա է միջնադարի ոգին։ Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մագաղաթի վրա։ Ինչպես է պահպանվել։ Չես հավատում, թե Մատյանը 1000 տարեկան է։ Ձեռագրի վերջին էջերում Էջմիածնի ավետարանը մեզ մատուցում է ևս մի առեղծված, այս մանրանկարները։ Մասնագետները գտնում են, որ սրանք ստեղծվել են կազմի հետ միասին և պատկանել են միևնույն Մատյանին։ Իսկ ինչպես են հայտնվել 10-րդ դարի այս ձեռագրում։ Ըստ երևույթին գոյություն է ունեցել մեզ համար անհայտ մի Մատյան, որ քայքայվել կամ պատահարի բերումով խաթարվել է։ Ձեռագիրը կրկնօրինակել են, առել հին կազմի մեջ և դրան կցել այն ամենը, ինչ դեռևս կարելի էր փրկել, այս 4 մանրանկարները։ Եվ ինչպես կարելի էր չփրկել, նայել այս դեմքերին, այս աչքերին։ Ամեն անգամ, երբ նայում ես այս մանրանկարին, թվում է, թե տիրամոր դեմքը ծանոթ է քեզ, կարծես ինչ որտեղ տեսել ես նրան։ Անկասկած նկարիչը աստվածամոր մեջ տեսել է մի հայուհու։ Եվս մի պարագա, այս մանրանկարների մոնումենտալությունը, ասես ծավալուն որմնանկարներ են, որ կարող էին լինել 6-7-րդ դարերի հայոց եկեղեցիների գմբեթավոր սրահներում։ Բայց անողոք ժամանակը, պատերազմի արհավիրքները չեն խնայել մեր մոնումենտալ գեղանկարչության կոթողները։
Եվ այն, ինչ չի պահպանվել վանքերի պատերին, պահպանվել է մատյաններում, որ գրի են առնվել այս կամարների ներքո, իմի բերվել մատենադարաններում։ Ահա դրանցից մի քանիսը. Գոշավանքի մատենադարանը 12-13-րդ դարեր, Սանահնի վանքը իր նշանավոր մատենադարանով 10-13-րդ դարեր, այս որմնախորշերում են պահվել ձեռագրերը։ Գրիչներն ու ծաղկողները այս խցերում են տքնել։ Իսկ սա գաղտնարան է, ուր թաքցրել են մատյանները ոսոխի անակնկալ հարձակումների ժամանակ։ Սաղմոսավանքի համալիրը 13-րդ դարի հուշարձան։ Ձեռագիր արտագրելը, առավել ևս ձեռագրատուն կառուցելը համարվում էր մեծ ու շնորհակալ գործ, սուրբ գործ։ Պատմիչների վկայությամբ մեծ մատենադարաններում մի քանի հազար ձեռագիր է պահվել։ Սաղմոսավանքի մատենադարանը խոշորագույններից մեկն էր։ Ժամանակը հետնորդներիս համար խնայել է Սաղմոսավանքի մատենադարանին նվիրված այս արձանագրությունը։ Ի թիվս 1235 ես իշխան Վաչեի որդիս և իմ ամուսին Խորիշահը կառուցեցինք մատուրս և շինեցինք գրատունս ի հիշատակ վաղաժամ ի տեր հանգած մեր դուստր Մամախ Խաթունի։ Այո, մատենադարան ի հիշատակ դստեր։ Էջմիածին 486 թվականին պատմիչ Ղազար Փարպեցու նախաձեռնությամբ այստեղ հիմնվեց հայոց ձեռագրերի առաջին մատենադարանը։ Քանի անգամ է ոսոխը ավերել ու կողոպտել Էջմիածնի մեծահարուստ մատենադարանը։ Վերջին անգամ 19-րդ դարի սկզբին, երբ պարսկական զորքերը ավերեցին քաղաքը։ Տարեգիրների վկայությամբ Թավրիզի հրապարակներում արևելյան համեմունքներն ու քաղցրավենիքը փաթաթում էին Էջմիածնի ձեռագրերի մագաղաթե թերթերի մեջ։ Ձեռագրերը շուկա էին հանվում կապոցներով և քաշ ու կշռով վաճառվում։ Խորհրդային կարգեր հաստատվելու հենց առաջին օրերից հնադարյան ձեռագրերը հայտարարվեցին համաժողովրդական սեփականություն։ Հայաստանի բոլոր գրադարանների ու թանգարանների հավաքածուները հանձնվեցին մատենադարանին։ Աշխարհով մեկ սփռված հազարավոր ձեռագրեր վերադարձան հայրենիք։ 1959-ին մատենադարանը վերակազմավորվեց իբրև Մինիստրների խորհրդին առընթեր գիտահետազոտական ինստիտուտ։ Հենց այդ ժամանակ էլ կառուցվեց այս շենքը, նախագծված հատկապես ձեռագրերի պահպանման և ուսումնասիրման համար։ Այս մատյաններից ամեն մեկը իր ճակատագիրն ունի, իր դառը ողբերգական ճակատագիրը, թափառումների իր երկար ու ձիգ ճանապարհը։ Հավաքվելով հարազատ հարկի տակ,
Դրանք ավետում են մտքի անմահությունը, գովերքում իմացությունն ու գեղեցկությունը։ Ճանաչել զիմաստություն եւս խրատ, իմանալ զբանս հանճարո, առաջին բառերը, որ գրել է Մեսրոպ Մաշտոցը իր հորինած տառերով։ Իմաստության ու խրատի այս խոսքերը իբրև թանկագին հունդեր սփռված են հազարավոր մատյանների էջերում։ Ինչպես կարող է իմացումը սահման ունենալ, երբ անսահման է բնությունը։ Դավիթ Անհախտ, 5-6-րդ դարերի փիլիսոփա։ Ծիր կաթինը կուտակված մեծ ու փոքր աստղեր են, որոնց աղոտ երևալու հետևանքով միավորված լույսով են երևում։ Անանյա Շիրակացի, 7-րդ դար։ Կամենալով ուժգին վազել, սուզվեցի սաստկապես, փորձելով հասնել մեծագույնին գլորվեցի ցած, զգուշանալով մեծապես, խիստ վնասվեցի, ուզենալով մնալ ամբողջական, մանրապես մասնատվեցի, աննշանի ետևից գնալով, կարևորից զրկվեցի։ Գրիգոր Նարեկացի, Մատյան ողբերգության 10-րդ դար։ Աստված մարդ արարածին ստեղծել է ազատ, իսկ տերերից նրան կախման մեջ դնողը հողի ու ջրի կարիքը եղավ։ Մխիթար Գոշ, Դատաստանագիրք, 12-րդ դար։ Երբ հիվանդը հուզախռով է, գուրգուրիր ու հանգստացրու նրան։ Եթե տրտում է, թեթևացրու հոգին ու հրճվանք պարգևիր։ Եթե հիվանդի մոտ ասում են բաներ, որ նրան դուր չի գալիս, կամ թե նրան այցելում է չսիրած մեկը, այս եւ նման պատճառներից հիվանդությունը կարող է նորոգվել։ Մխիթար Հերացի, Ջերմած մխիթարություն, 12-րդ դար։ Էշին ավետիս տվին, թե ցնծա, քեզ թոր ծնվեց, եւ էշն ասաց, վա ինձ բարեկամներ, եթե 100 թորել ծնվի, իմ բերը չի թեթևանա։ Վարդան Այգեկցի, Առակագիր, 13-րդ դար։ Թորոս Ռոսլին, մանրանկար, 13-րդ դար։ Այս երգը 1450 տարեկան է, հորինել է Մովսես Խորենացին։ Ահա այդ նույն երգը 1198 թվականին գրված շարակնոցում։ Տողերի վրայի այս նշանները խազերն են, հայոց երաժշտության ձայնանիշերը։ Բայց այդ նշանների տակ գուցե եւ ուրիշ մեղեդի է թաքնված։ Գիտնականները, որքան էլ պրպտում են, չեն կարողանում գտնել դրանց վերծանման գաղտնիքը։ Այսպիսի խազերով լի շուրջ 1000 ձեռագիր է պահվում Մատենադարանում։ Այս էջերում ամփոփված երաժշտությունը չի հնչում, համրացել է։
Ահա եւ անհայտ գրիչներից մեկի պատվիրանը։ Պահպանեցեք գիրքը, փախուստի կամ ասպատակությունների ժամին փրկեցեք, թաքցրեք։ Իսկ երբ վերստին խաղաղություն հաստատվի, ետ բերեք ու կարդացեք։ Եվ մի թաքցրեք գիրքը, փականքի տակ մի պահեք, զիփականքի տակ գիրքը կուրք է միայն։ Այս կինոնկարը իր բոլոր հաջորդների նախերգանքն է, ինչպես գլխատարը հին ձեռագրերում կամ խորանը, իբրև շքամուտք։ Մենք միայն մի քանի ոսկեհատիկ շաղ տվինք այն գանձարանից, որի անունն է Մատենադարան։ Ուրիշ խոսքով կիսաբաց արինք ձեռագրերի աշխարհի դուռը։